Top 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Կիևի Սուրբ Սոֆիա տաճարում գործարկվել է հայերեն աուդիո էքսկուրսիա, որը հասանելի է ինչպես առցանց, այնպես էլ տեղում QR կոդերի միջոցով։ Ուկրաինայի գլխավոր սրբավայրերից մեկում այժմ հնարավոր է հայերենով լսել տաճարի պատմությունը, հնագույն որմնանկարների և խճանկարների բացատրությունները։ Տաճարի պատերին մինչ օրս պահպանվել են հայկական գրաֆիտի արձանագրություններ, որոնք վկայում են հայերի դարավոր ներկայության մասին։ Հատուկ ընդգծվել է Հաննա Բյուզանդուհու դերը, որը հայկական արմատներ ունեցող մակեդոնական արքայատոհմից էր և մեծ ազդեցություն է ունեցել Կիևյան Ռուսիայի քրիստոնեացման վրա։ Նրա հետ Կիև հասած վարպետները Ռուսիա են բերել հայկական և բյուզանդական մշակութային ավանդույթներ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարիչի հետ հանդիպմանը հայտարարել է. «Կոռեկտ և պատասխանատու նախընտրական քարոզարշավը բխում է հանրային շահից»։ Նախագահը նշել է. «Կառույցը մեծ դեր է ունեցել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման մեջ և վստահություն հայտնել առաջիկա ընտրությունները կլինեն ազատ ու թափանցիկ»։ Լենարչիչը հիշեցրել է, որ սա Հայաստանում կազմակերպության արդեն 30-րդ դիտորդական առաքելությունն է։ Քննարկումների ընթացքում շեշտվել ընտրական գործընթացների մշտադիտարկման կարևորությունը և հնարավոր խախտումների բացառման անհրաժեշտությունը։ Թուրք լրագրողները Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո այցելել են Գյումրի և ուսումնասիրել հայ-թուրքական սահմանի վերագործարկման հնարավորությունները։ Նրանք եղել են Գյումրի կարճ երկաթուղու տարածքում և քննարկել անցակետի բացման տնտեսական ու քաղաքական ազդեցությունը։ Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը հայտարարել է. «Ախորիկի կայարանը կարող է դառնալ Ասիայի և Եվրոպայի միջև միջին միջանցքի կարևոր հատված»։ Նրա խոսքով խորհրդային տարիներին այս երթուղին ակտիվ աշխատել է, իսկ 1992-93 թվականներին սահմանը ժամանակավորապես բաց է եղել։ Բարսեղյանը պնդել է. «Սահմանի վերաբացումը կօգնի ոչ միայն Հայաստանին ու Թուրքիային, այլև ամբողջ տարածաշրջանին»։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք այլևս խնդիրների չեն բախվի ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամանակ, եթե կորցրել են զինվորական ծառայության փաստաթղթերը։ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ազգային ժողովում պարզաբանել է. «Նոր փոփոխությունները չեն տարածվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վրա»։ Ավելի վաղ ընդունված օրենքը պահանջում էր, որ 27 տարի լրացած ու բանակում չծառայած անձինք հատուկ ընթացակարգ անցնեն և վճարումներ կատարեն։ Սակայն պատերազմից ու տեղահանությունից հետո հազարավոր մարդիկ կորցրել են իրենց փաստաթղթերը։ Նոր կարգավորումներով նախատեսում են նաև արձակուրդային նոր կանոններ ծառայողների համար։ ՌԴԱԳՆ ներկայացուցիչ Միխայել Կալուգինը հայտարարել է. «Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են մնալ Մոսկվայի ռազմավարական առաջնահերթություններից մեկը»։ Նրա խոսքով Ռուսաստանն ու Հայաստանը կապված են պատմական, մշակութային ու տնտեսական խորը կապերով, իսկ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները անմիջական ազդեցություն ունեն նաև Ռուսաստանի անվտանգության վրա։ Նա ընդգծել է. «Մոսկվան աջակցում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և խաղաղ գործընթացին»։ Վերջինս հիշեցրել է. «2020-ին հենց Պուտինի միջնորդությամբ է դադարեցվել պատերազմը և ձևավորվել Բաքու-Երևան բանակցությունների հիմքը»։ Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխությունների փաթեթը։ Նոր օրենքով նախատեսվում է ստեղծել դիվանագիտական գրասենյակներ, որոնք կլրացնեն դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքը ու կօգտագործվեն տարբեր միջազգային ուղղություններով Հայաստանի ներկայությունը ուժեղացնելու համար։ Փոփոխություններով վերանայվում են նաև դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները։ Այժմ նրանք նույն երկրում կկարողանան աշխատել մինչև 5 տարի։ Բացի այդ, փոխվում է դիվանագիտական ծառայողների վարձատրության համակարգը։ Ռուս փորձագետ Նիկոլայ Սիլաևը հայտարարել է. «Պուտինի կոչը Հայաստանին կողմնորոշվել զարգացման վեկտորի հարցում նշանակում է պատրաստվել հնարավոր փափուկ ամուսնալուծության»։ Նրա խոսքով Մոսկվան ցանկանում է Հայաստանի հնարավոր հեռացումը եվրասիական կառույցներից լինի կանխատեսելի և վերահսկվող։ Նա նշել է. «Ռուսաստանում նկատվում են Երևանի հայտարարությունների և իրական քայլերի հակասությունը, օրինակ բերելով Զելենսկու այցը Երևան»։ Փորձագետը պնդել է. «Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ազդել Հայաստանի ընտրությունների վրա, մինչդեռ Ռուսաստանը հետաքրքրված է միայն ընտրությունների լեգիտիմությամբ»։ Նա նաև զգուշացրել է. «Եվրամիության ուղղությամբ կտրուկ շրջադարձը կարող է կրկնել ուկրաինական սցենարը»։
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները հայտարարել են Հայաստանի ԱԳՆ-ն մինչ այժմ չի պատասխանել իրենց նամակին, մինչդեռ Շվեյցարիան արդեն արձագանքել է։ Նրանք պահանջել էին գործարկել հովանավոր տերության միջազգային մեխանիզմը գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Միեդում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուս Սահակյանը հայտնել է. Շվեյցարիա ԱԳՆ-ն պաշտոնապես պատասխանել է եւ ընդգծել նման մեխանիզմի համար անհրաժեշտ է երկու պետությունների համաձայնությունը։ Նամակում նաեւ նշվել է Շվեյցարիան բազմիցս դիմել է Ադրբեջանին, պահանջելով ապահովել արդար դատավարություն եւ միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ, սակայն Հայաստանի արտգործնախարարությունից որևէ արձագանք դեռ չկա։ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ատոմակայանի նախագիծ, որը կարող է բավարարել երկրի էներգետիկ պահանջարկը 1 դարով։ ՌԴԱԳՆ ներկայացուցիչ Միխայել Կալուգինի խոսքով Ռոսատոմի նախագիծը կապահովի նաև մատչելի սակագներով էլեկտրաէներգիա եւ կխթանի արդյունաբերության զարգացումը։ Նա հայտարարել է. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին փոխանցել իր ամենաառաջադեմ միջուկային եւ թվային տեխնոլոգիաները։ Նա նշել է. Մոսկվան շարունակում է Հայաստանը դիտարկել որպես ռազմավարական գործընկեր եւ աջակցում է նաեւ 3 գումարած 3 ձևաչափի վերագործարկմանը։ Միաժամանակ նա կոշտ քննադատել է Հայաստանի եվրոպական ուղղությունը, հայտարարելով. Եմեն իրականում փորձում է թուլացնել Երևանի կապերը Ռուսաստանի հետ։ Atlantic Council-ի փորձագետները Թրամփի վարչակազմին առաջարկել են Ադրբեջանի զենքի վաճառքի սահմանափակումների չեղարկումը փոխանակել հայ գերիների ազատ արձակման հետ։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ Freedom Support Act-ի հայտնի 907-րդ ուղմանը, որը երկար տարիներ սահմանափակում է ռազմական համագործակցությունը Բաքվի հետ։ Փորձագետները պնդում են, նման մեծ գործարքը կարող է օգտակար լինել թե Վաշինգտոնի, թե Բաքվի, թե Երևանի համար։ Նախագծի համաձայն Ադրբեջանը նախ պետք է ազատ արձակի 2023 թվականի պատերազմից հետո պահվող հայերի մի մասին, իսկ հետո նաև ադրբեջանցի ակտիվիստներին։ Ըստ փորձագետների, սա կարող է ուժեղացնել Նիկոլ Փաշինյանի դիրքերը Հայաստանի ընտրություններից առաջ եւ չեզոքացնել ռուսամետ ուժերի քննադատությունը։